պլանավորված հանդիման եւ նաեւ ներողություն, որ մի քիչ ուշ սկսեցինք տեխնիկական հարցերով պայմանավորված, իսկ հիմա ըստ էության խնդրին ծանոթ եք 2 ժամ առաջ հայտարարություն էր տարածվել, հայտարարության մեջ մանրամասն նշվում էր խնդրի բուներությունը եւ ասում էր, որ մայիսի 30-ին տնօրինի պաշտոնավարման ժամկետը դրանում է եւ նոր տնօրինի ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի։ Մայրբուհի ռեկտորը համաձայնել էր եւ խոստացել էր նշանակել նախկին տնօրեն պարոն Պետրոսյանին, բայց վերջին օրը առանց որևէ բացատրության փոխել էր իր որոշումը եւ որը հիմնավոր պատճառ դրա հետ կապված չէր ներկայացել։ Մենք մոտավորապես մի շաբաթ հարցը բարձրացնել ենք տարբեր մագարտակներում եւ որևէ տեղից մեզ հետ երկխոսության կամ քննարկման հրավեր առաջարկ կամ իրենց կողմից ներկայացում մեր կողմում չենք ստացել հարցը լուծելու ակնկալիքով, ուստի գնացինք բոյկոտի ճանապարհով։ Ինչ ունենք հիմա, բայց կան այլ տեխնացուներ, որոնք քննարկում են, որին դուք կոնկրետ թեմ եք։ Ես մի քանի բառով ներկայացնեմ խնդրի, հետո ձեր հարցին սիրով մեր թիմով պատասխանենք, լավ։ Եվ բացի նրանից, որ մայրբուհի կողմից որևէ նախաձեռնություն չեղավ հանդիպելու մեզ հետ քննարկելու հարցը, մայրբուհի կողմից մեզ հետ հաղորդակցությունը իջեցվել է այն մագարտակի, որ նոր նշանակված պարտականություններ կատարողը WhatsApp-ով հանձնարարականներ է ուղարկում, հետո բացատրակներ է պահանջում, որ դրանց հիմքով նկատողություններ տան ու աշխատակիցներին հեռացնեն, բայց մեր խնդիրը դա չէ, մենք կաշկանդված չենք ստեղ որևէ գույքով, այդ մեր որևէ աթոռով կամ պաշտոնով, խնդիրը ավելի շատ բարոյական, իրավական դաշտի հետ կապված մենք խնդիր չունենք, բայց այն որ 10 օր մի շաբաթ հարցը քննվում է եւ ուզում ենք որ մեզ հետ հանդիպեն խոսեն, որևէ մեկը նախաձեռնություն չի հայտնել։ Նա որ նոր նշանակված անձը գալիս ասում է ես միայն որ պատորեն եմ գալու մի ժամով ու ստորագրեմ թղթեր գնամ։ Մենք մեր մոտ հարց է առաջանում, ստեղած թիմը ինտենսիվ աշխատում է 40 ժամ շաբաթական։ Հիմա դուք շաբաթական մի ժամ եք աշխատում, ստացվում է որ դուք 40 անգամ մեր process-ները հետ եք գցում։ Սա անընդունելի կառավարման մոդեցում է մեզ համար։ Կամ ասում են որ եթե ձեր դասախոսները կհրաժարվեն մասնակցել բոյկոտի, ներողություն քննություններին եւ կմիանան բոյկոտին, մենք Երևանից նոր դասախոսներ կներգրավենք եւ իրենք քննությունները կանցկացնեն։ Սա մոտավորապես այն մոդեցումն է, որը որդեգրել է մայրբուհի ղեկավարությունը ռեկտորի գլխավորությամբ։ Ուստի մենք այսօր հայտարարություն տարածեցինք ստիպված եւ այդ հայտարարության հիմքում երկու բան կար, մեկ պահանջ եւ մեկ խնդրանք։ Պահանջն այն է, որ ըստ իրենց խոստման նախապես տրված խոստման կատարել նշանակում է եւ հետո ըստույքին թող մասնակցեն ով ցանկանում է եւ ինչ կլինի հետագայում Երևան։ Եվ երկրորդը մեր խնդրանքն է, որ քանի որ բոլոր հնարավոր մագարտակներում մենք հարցը բարձրացել ենք եւ որևէ մեկ մագարտակից արձագանք չենք ստացել, բացառությամբ Շիրակի մարզպետի, մենք խնդրել ենք հանդիպում պարոն վարչապետի հետ եւ եթե պարոն վարչապետը կգա համասարան կամ մենք կգնանք իր մոտ եւ ինքը կասի որ ունենք այն ինչ ունենք կամ նորմալ է, դուք ձեր թիմով զբաղվեք ձեր գործերով, մենք որևէ խնդիր չունենք այդ առումով։ Բայց մենք այս պահին խնդիր ունենք լսված լինելու որևէ մեկ մագարտակից, որևէ մեկ պաշտոնյայից հրավեր, որպեսզի հասկանանք, քննարկենք ու տեսնենք հետագայում ինչ կան։ Նշեցիք հայտարարություն տարածել է, որ բոյկոտի մասին էր, կարող է ընկալվել որպես Երևանից նոր կադրեր ուղարկելու, այսինքն Գյումրիում կադրային ջարդ սկսելու մասին։ Ով է այն կադրերը, ով փոխարինում են պարոն Պետրոսյանին, ինչու եք դուք դեմ եւ ինչու է եղել այս նախնական պայմանավորվածություն, որը հիմա դրժվել է։ Կան տարբերակներ, որոնք քննարկվում է ձեզ հասել է։ Պարոն Պետրոսյանի համար ինչ եք պաշտպանում պարոն Պետրոսյանի տեխնոլոգիությունը, որտեղ ես աշխատել եմ առաջին օրվանից այդպիսի բուհը կամ մասնաճյուղը կայացել է եւ այդ օրվանից տեղակ եմ բուհի զարգացման բոլոր process-ների եւ տարբեր 6-7 ռեկտորի հետ ենք աշխատել մենք, բայց այս ընթացքում որ երբ Պետրոսյանը ղեկավարել է մասնաճյուղը, աննախադեպ զարգացում է ունեցել։ Հիմա ինչ որ Պետրոսյանին փոխարինել մի մարդու, որը մեր խմբի հետ, մենք խմբակ բուհը նայեցի ասել, որ խմբակային աշխատանք պետք է մեր ղեկավարի մի մարդու կողմից եւ մեր խմբով պետք է աշխատենք այդ բանը։ Եթե բերում են մի մարդ, որը անտեղյակ է մեր օրակարգի խնդիրներին եւ մյուս հարցերին, հետեւաբար նաեւ կադրերին, հետեւաբար ուրեմն մենք աշխատում ենք մեր երկրի զարգացման բարգավաճման համար, հետեւաբար այս
պրոցեսում տեղի կունենա մեր գիտության զարգացման, կրթության զարգացման եւ կրթական տարբեր օրակարգերի, ճիշտ ասած, հետընթաց, որը մենք չենք ցանկանում եւ այս է մեր պատճառը, իսկ նշանակել որևէ մեկին նշանակելու համար մենք գիտենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ պետք է նաեւ հաշվառել կոլեկտիվի կարծիքը։ Չի կարելի տեսնել, եթե պետք է առաջվա սկզբունքներով ղեկավարել, որը կարող է փողոցից մեկից բերել, Գյումրի օրինակ քաղաքապետարանի աշխատողներից բերել տանել դրել, բայց սա մասնագիտական փուլ է եւ որտեղ Պետրոսյանն իրան ցույց է տվել իր լավագույն պատկանիշներով եւ փողի զարգացման համար նպաստող շատ տարբեր պայմաններով։ Պետրովար մենք խնդրում ենք Պետրոսյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, հետագայում նաեւ մենք կպահանջենք, որպեսզի նրան նշանակեն ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն, ինչպես եւ նաեւ որպեսզի նա շարունակի այն օրակարգերը, որն առաջին քաշել։ Վարչապետի հետ հանդիպում եք, չէ՞, ցանկացել ունենալ, որևէ մեկը չի արձագանքել։ Այս պահին դեռ չէ, բայց հուսով եմ արձագանքի։ Եվ դուք ասում եք փուլը շենացրել է, դա բոլորի աչքի առջև է, տեսանելի կողմն է։ Կամ վարկածներ, որ դուք ինքներդ քննարկում եք ու կապ ունենա ստվերային ինչ-որ մի բան, քաղաքական թեմաներ լինեն այստեղ։ Դավադրությունների տեսությունից բան չեմ կարող։ Չգիտեմ, կարող է ինչ-որ մեկը ինչ-որ շահեր ունի եւ փորձել է անիտից օգտվելով ինչ-որ հարցեր լուծել, այդ հարցը պատասխանը չունի։ Հիմա ձեր պահանջը այն է, որ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի Կարեն Պետրոսյանը, հետագայում մրցույթ հայտարարելու։ Հետագայում մրցույթ լինելու պայմանը, որը ըստ օրենքի պետք է կազմակերպվի, բայց մեր առաջին պահանջը այն է, որ մեր հետ հանդիպում ունենան։ Չէ՞ իսկան բան ստեղծվել է, սարքվել է ոչ մի բանից ահռելի աշխատանք է արվել, դուք բոլորդ կարող եք գնալ տեսնել եւ իրանք էլ հաջորդ ցավալի փաստը այն է, որ մայրբուհի զարգացման մի շարք օրակարգեր վերցվել են ստեղից եւ այդ գաղափարները ստեղից են գնացել եւ այդ ոչ մեկ չի երկում, իրանք էլ չեն երկում։ Եթե թիմը ձեզ համար օրինագելի թիմ է եղել եւ ձեզ համար օրակարգեր է առաջ բերել, դուք տալ եք մտեղ համասարանը զարգացել եք, հակալ է այդ թիմի հետ նման անհարգալից վերաբերմունք ցուցաբերել կամ նման անհարգալից կերպով խոսել, անտեսել արհամարել։ Ասենք կարող է ռեկտորը գար կամ մեզ հրավիրեր, մենք գնայինք մայրբու եւ ասեր գիտեք ինչ կա, մենք էլ չենք ուզում ձեզ հետ շարունակել աշխատանքը, ինչ արել եք լավ եք արել, դուք աշխատել եք, ձեր աշխատանքն եք արել, գնացեք։ Բայց արհամարական մոտեցումը մեզ համար անընդունելի է։ Հակաբարձուների խորհրդի նախագահի դիրքորոշումն ինչպիսին է, երկրի նախագահն է, չէ՞, հակաբարձուների խորհրդի նախագահան, իր հետ կապ հաստատել եք։ Կապ հաստատել է վստահաբար ինքն էլ տեղյակ է խնդրից, բայց այս պահին իրենց դիրքորոշումը, պաշտոնական դիրքորոշումը չկա, իսկ ոչ պաշտոնական ինֆորմացիա ես ձեզ հետ այս պահին չեմ կիսի։ Իսկ գուցե պարոն Պետրոսյանին պատժում են կապված դեկտեմբերի 7-ին 7 վերք եկեղեցի աղոթելու պատարագի գալու հետ կապված։ Տեսեք, մեր այս բոյկոտի հիմնական նպատակը ոչ քաղաքական է, ես չգիտեմ պատժում են թե չեն պատժում, այդ հարցը երևի դիտակ որոշում կայացնողին, մայրբուհի ռեկտորին կամ կարող եք նաև պարոն Պետրոսյանի հետ խոսել, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Իսկ աշխատակազմը այս մասով միասնական է, բոլորը պատրաստ են, որովհետև ասացիք կարող է կադրային չարց սկսվել, արդյոք այդ արդեն պատրաստ են ձեր կադրերը։ Աշխատակիցները բոլորը ստորագրել են այն հայտարարության տակ, որը հրապարակվել է եւ դուք տեսել եք ամբողջ աշխատակազմը առանց որևէ բացառության եւ բոլորը քաշ գիտակցում են դրա հետևանքները, բայց դա մեզ ըստ էության չի կաշկանդում այս բանը։ Ուսանողների դիրքորոշումն ինչպիսին է։ Տեսնում ենք, որ այստեղ մասնակցում են։ Խորհուրդը ուսանողների դիրքորոշումը հայտնել է, հիմա նաև ուսանողներն են ստորագրել հավաքանում, այս պահին ունեցած տեղեկության համաձայն մոտ 1/3-ը արդեն ստորագրել են, ընդհանուր 650 ուսանողներից 200-ից ավելին այս պահին ստորագրել են, բայց պրոցեսը ընթացքի մեջ է։ Բայց ուսանողական խորհուրդը, որպես ուսանողների շահերը պաշտպանող ինքնակառավարման մարմին, արել է իր հայտարարությունը իրենց պաշտոնական էջում կարող է քննել։ Այսինքն չեք լռելու, այս բոյկոտը շարունակվելու է մինչև ձեզ լսող չլինի։ Պահանջ խնդրանքը չկատարվի, պահանջ, որ անհավախ իրականացվի նշանակումը, ինչպես խոստացել էին, որովհետև անշուշտ կառավարման մեջ առաջին տեղում իրավունքն է, օրենքներն են, կարգերն են, բայց կառավարման համատեքստին բարոյական ֆակտորը ոչ ոք չի ժխտում։ Եթե խոստացել է, ուրեմն պետք է
Խոստումը կատարել։ Նշեցիք WhatsApp-ով համակարգման նամակներ եք ստացել, իսկ նամակ ստացել եք, օրինակ այս բոյկոտից առաջ կամ հիմա ընթացքում ստանում եք դուք նամակ։ Այո, այսօր էլ ենք ստացել, երեկ էլ ենք ստացել, ու պատորներ ենք ստացել, նաև WhatsApp-ով, տարբեր միջոցներով, բայց եւ WhatsApp-ով տեսնում եք կառավարման մակարդակը ինչպիսին է, որ աշխատակիցների հետ հաղորդակցությունը անձնական համարների WhatsApp-ներով է անում։ Սա Ինչ բովանդակության է։ Բովանդակությունը, որ դուք ստացել եք այս հանձնարարությունը, կատարեք, եթե չեք կատարում, հետո զանգ եք ստանում եւ ասում են պիտի բացատրագրեր ուղարկեք, պարզ է, տարական բան է, հետո այդ բացատրագրերի հիմքով նկատողություններ եւ այլն եւ այլն։ Եթե միայն ուրբաթ օրն է ներկայանում պաշտոնակատարը, ինչպես է տեսնում, կատարել եք թե ոչ։ Ժամկետները սահմանում են, ասում են այս ժամկետում ուղարկեք։ Իմիջիայլոց այդ աշխատանքները կազմակերպելու process-ն շատ պատահական է ստացվել, որովհետև մինչև 3 ես Մալբերի համակարգում որպես այդպեսին օգտահաշիվ չեմ ունեցել, շատ հրատապ բացել են այդ օգտահաշիվը, օգտահաշվով հանձնարարականներն ուղարկել են եւ Մալբերի հետ խնդիր է եղել, ես screenshot-երը իրենց ուղարկել եմ, ասել եմ խնդիր կա, իրենք ասել են տեխնիկական մասնագետները կգան կշտկեն, բայց դրանով հանդերձ բացատրագրեր են ուզում աշխատանքները չանելու համար, հատկապես երբ ասում որ այդ աշխատանքները հրատապություն չեն պահանջում, բայց մինչև օրվա վերջի ժամկետներ են դնում, որպեսզի կարողանան, չգիտեմ, ճնշել կամ որ գործողություններ իրանք անեն, բայց ըստ էության ես իրենց էլ եմ փոխանցել, որ դա մեզ չի աշխատանում։ Իսկ Մայրբուհի կողմից ինչպես է որակավորվում, որ հիմա այս պահին 10 պրոցեսներ են կանգնած, չգիտեմ, բոյկոտը կամ ձեր աշխատանքը թեկուզ տեխնիկապես փնտրահարույց է չեք կարողանում աշխատել, ինչ են անում, ինչ մասնագետ ուղարկել են, չեն ուղարկել։ Այս պահին որևէ մեկ պաշտոնյայի կողմից որևէ ինֆորմացիա մեզ չի փոխանցվել, միայն արդագանությունները ժամանակավորապես կատարող պարոն Ասլանյանը ուսումնական մասի պատասխանատուի հետ է խոսել, ասել է, որ պետք է process-ները գնան, ինչին պատասխանում, ասվել է, որ պետք է մեր հարցերի պատասխան ունենանք եւ հետո նոր գնանք մեր բնականon աշխատանքի։ Դրանից հետո ոչ ռեկտորն է փորձել մեզ հետ կապ հաստատել, ոչ մեկ այլ պաշտոնյա։ Իսկ ժամկետներ նշվում են ժամանակավոր պաշտոնակատարը ինչքան է լինել այդ պաշտոնում եւ երբ մոտիկ սահմանում։ Կարգը սահմանում է ընդհանրապես, եթե նայենք նախորդ փորձը 2 տարի ժամանակավոր պաշտոնակատար է եղել տնօրենը եւ դրանից հետո նոր մրցույթ են անցկացրել, բայց սովորաբար 2-3 ամիսը լրիվ ֆեյք է, որ մրցույթ հայտարարեն եւ այդ գործընթացը ավարտեն։ Իսկ ինչն է մտահոգում պարոն Պետրոսյանին մասնակցել մրցույթի եւ վերականգնել իր պաշտոնին։ Չտեսեք, պարոն Պետրոսյանը այս մասով մտահոգություն չունի, որ կարող է մրցույթին մասնակցենք, որտեղ հարցը չլուծվի կամ լուծվի։ Եթե մրցույթին կմասնակցի եւ չի անցնի, ոչ մի խնդիր։ Բայց մինչև մրցույթին մասնակցելը չի կարելի մարդուն ասել այդ դուք շարունակելու եք ձեր թիմով, հետո վերջին բանին ասել մեր ընկալումներում բաներ փոխվել, դուք գնացեք։ Բայց Մայրբուհի այս տրամադրվածությունը արդյոք չի հուշում, որ մրցույթին մասնակցելուց հետո էլ Պետրոսյանը չի ընտրվի։ Մեզ հուշում է, բայց ենթադրությունները թողնում ձեզ։ Ամեն մարդ տարբեր ենթադրություններ կա։ Ինչ է նշանակում բոյկոտ։ Հիմա քննական շրջան է, այսինքն քննությունները չեն ընդունվելու, նաև մագիստրատուրայի չէ ընդունելության շրջանն է։ Այո, այս պահին դադարեցված է քննական գործընթացը, մի շարք դասախոսներ իրենք իրենց Facebook-յան էջերում միացել են, ասել են, որ բոյկոտում են չեն միանում այս իրենց ձեռնարկած նախաձեռնությանը եւ մեզ հետ են ու դադարեցնում են քննությունները, վարչական աշխատակազմը ամբողջությամբ դադարեցել է իր աշխատանքները, շատ ուսանողներ, շատ ուսանողներ եւս միացել են այս գործընթացին։ Այս շաբաթը նախատեսվում է անցկացնել քննությունները, բայց ինչպես տեսնում եք, առաջին օրը քննությունները չկայացան, կարծում եմ վաղն այդպես կլինի, մյուս օրերը այդպես կլինի եւ մինչեւ ուրբաթ որևէ քննություն չի կազմակերպվի։ Սա մեր միասնական դիրքորոշումն է թիմի, մինչև մեր խնդրանք պահանջներից որևէ մեկի լուծում։ Ձեր խնդրան պահանջները ներկայացնեք տեսնելու նոր ժամանակավոր պաշտոնակատարներից ժամանակ եք գալու։ Դե մենք այդքան վատատես չենք, որ 5 օր ես հարցը Հայաստանում խոսի ու որևէ մեկը բացի Շիրակի մարզվելից չուզենա մեզ լսել։ Հիմա եթե այդքան վատ է մեր միջանցքը, որ ունենք դա ինչ անենք։ Մարզպետը լսել է։ Հանդիպում ունեցել ենք մարզպետի հետ, ներկայացրել ենք խնդիրը, ինքը ասել է, որ ինքը իր խողովակներով հարցին կփորձի լուծում տալ կամ հարցը հասցնել այնտեղ, որտեղ պետք է։
Տեսեք, խոսեցինք ըստ օրենքի ինչպեսին պետք է լինի ժամանակավոր, պաշտոնակատարն հետո նաև մրցույթին մասնակցել է եւ այլն, բայց եւ հայտարարությունում եւ նոր ծեր տեքստում մենք լսեցինք նախնական պայմանավորվածություն մայրբուհի ռեկտորի հետ։ Արդյոք այդ նախնական պայմանավորվածությունը օրենքի շրջանակներում է եւ դա որպես հավաստի հղում կարելի է տալ ու ակնկալել, որ չպետք է թրջվի խոստումը։ Տեսեք, մենք ի սկզբանե ասացինք, որ իրավական դաշտում խնդիր չկա, այո, դուք կարող եք ժամկետը լրացնել ցանկացած մեկին նշանակել, եթե դուք չասեիք, որ ձեր թիմը լավ է աշխատել, նա դեռ պարոն Պետրոսյանին խրախուսանք չտայիք, միայն 2 ամիս առաջ չեմ հիշում եւ այլն, կարող եք ցանկացած մեկին նշանակել, բայց երբ դուք ասում եք, գիտեք ինչ կա, հունիսի 10-ից նշանակումը կանենք, դուք շարունակեք ձեր թիմը, հունիսի 10-ին հրավիրում եք մայրբուհ եւ ասում եք, որ մեր ընկալումներում բան է փոխվել, այդ մեզ համար ընդունելի չէ, եթե ձեր ընկալումներում բան է փոխվել, ասեք, որ մեր ընկալումներում փոխվել է այն, որ դուք լավ չեք աշխատել։ Այս օրակարգերը, որ դուք բերեցիք, գեներացրեցիք ձեր մասնաճյուղում, մենք տարանք Երևան եւ իրանք վատն էին, չաշխատեցին։ Հիմնավոր ինչ-որ բան ասեք, մենք էլ դրանք մեր գործերին։